Ողջույն, ժամեմի եթերում դեմքեր հաղորդաշարն է, այսօր ես հյուրընկալել եմ Հայ ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին ներկայացուցիչ, ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Իսագուլյան, մի քանի ամսից արդեն նախագահական ընտրություններ են, ըստ ձեզ ինչ-որ բանով կառանձնանան այս ընտրությունները, եթե հաշվի առնենք քաղաքական ուժերի ներկայիս դասավորվածությունը։ Իհարկե հիմա հետաքրքիր շրջան ենք ապրում, բայց ամենակարևորը, որ ես կուզենայի նշել, որ Հայաստանի Հանրապետության համար անչափ կարևոր է, որ գալիք ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ։ Եվ ոչ թե որ սա մենք այլոց համար պետք է անենք, ցույց տալու աշխարհին, որ գիտեք ինչքան կարևոր է, որ մենք անցկացրեցինք այդ կարգի ընտրություններ, այլ շատ կարևոր է, որ մեր ժողովրդի հավատը վերադառնա իշխանություն, որը այսօր բոլոր հարցումների արդյունքում ստացվում է, որ ժողովուրդը հավատ չունի։ Եթե ռեալ դիտարկենք, ինչով կառանձնանա այս ընտրությունները զուտ քաղաքական, ոչ թե հա այդ պաթետիկ, այսպեսն է կարևոր, նա է կարևոր։ Եթե քաղաքական ուժերը որոշեն, հիմնականում խոսքը գնում է Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին, առանձին գնալ ընտրությունների, ապա ինտրիգը բավականին մեծ կլինի։ Եթե այդ երկու ուժերը կոալիցիա կազմեն, ապա կարծում եմ այլ ընտրանք չի լինելու եւ ընտրությունները կընթանան ուղղակի շատ հստակ, առանց որևէ խախտման, գործող նախագահ կընտրվի նորից։ Այսինքն դուք հավանական եք համարում կոալիցիայի կազմումը։ Ոչինչ բացառել այսօր հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունում, հաշվի առնելով բոլոր այն գործընթացներն ու նախկին գործողությունները, որ մինչև հիմա եղել են։ Հայաստանում հեղափոխության հնարավորություն տեսնում եք։ Ցավոք սրտի բան, որ ես չէի ուզենա եւ շատերը վերլուծաբաններից ասում են, որ դա հնարավոր չի, բայց հասկացեք մի բան, երբ խոսում էի հավատի մասին ժողովրդի առիշխանություն, դա ունի մի ներքին սահման, որից այն կողմ երբեք չի կարելի բացառել նաեւ հապաղական ճանապարհը։ Եվ այդ շրջանը կարող է համընկնել հետընտրական անմիջապես ընտրություններից հետո, եթե այս անգամ էլ ժողովուրդը չհավատա ընտրություններին, դրանք արդարեին, ապա կարծում եմ հնարավոր կլինի, եթե որևէ մեկը խարիզմատիկ լիդեր դուրս գա հրապարակ եւ կոչ անի հեղափոխության, ընդդուք միջև սոցիալական բունտի մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում նաեւ սոցիալական միջակայքը բավականին ծանր է։ Այնպես որ կախված ընտրություններից եւ ընտրությունների ընթացքից չի բացառում նաեւ հետընտրական շրջանում նաեւ այդ սցենար։ Դուք խոսեցիք Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի մասին, ՀԱԿ-ը այս դեպքում խաղացող չէ։ Գիտեք, հաշվի առնելով նախորդ խորհրդարանական ընտրությունները, բոլոր քաղաքական ուժերը գործողներ են։ Հայ հեղափոխական դաշնակցությունը բավականին լուրջ գործում է, ՀԱԿ-ը բավականին լուրջ գործում է, բայց միևնույն է այսօր քաղաքական դաշտում գերիշխող է Հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Իսկ ուժերի ինչպիսի վերադասավորում եք կանխատեսում բացի կոալիցիայից, հնարավոր է, որ բոլոր ուժերը միավորվեն մեկ թեկնածուի շուրջ կամ մեկ կուսակցության շուրջ։ Խոսքը ինչպես Վրաստանում եղավ։ Ես բացառում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը կարողանա գալ մի վիճակի, որտեղ հնարավոր է առաջադրի մեկ թեկնածու։ Իսկ Վրաստանի դեպքերի սցենարի կրկնություն բացառում եք այստեղ։ Շատ հաճախ է խոսվում այդ մասին, բայց հավատացեք, որ եւ վրացական ժողովրդի մենտալիտետը եւ հայ ժողովրդի միանգամայն տարբեր է, չնայած շատ մոտ հարևաններ ենք եւ նրանց եթե նայում ենք ուղղակի, հա, 91 թվականից մինչեւ օրս եւ Հայաստանը, տեսնում ենք, որ քաղաքական առումով միանգամայն տարբեր պետություններ են։ Եվ այն սցենարները, որ հնարավոր է Վրաստանում, դժվար թե նույնությամբ հնարավոր լինի կրկնել Հայաստանում։ Անդրադառնանք Վարդան Օսկանյանի գործին, դուք ըստ ձեզ դա քաղաքական կոնտեքստ ուներ եւ ինչպես եք վերաբերվում այդ գործին։ Գիտեք, Վարդան Օսկանյանի պարագայում մենք պետք է լինենք հիմնականում երկու կարևորագույն սկզբունքներից։ Անմեղության կանխավարկածը եւ անպայման ընդունենք, որ դատաիրավական համակարգը անկախ է իշխանության մյուս թևերից։ Եթե այս երկու գործոնները Հայաստանում աշխատեն, ապա ես չեմ կարծում, որ որևէ անհանգստանալու խնդիր մենք ունենք։ Բայց եթե անմեղության կանխավարկածը եւ դատաիրավական համակարգերը Հայաստանում կախյալ են այլ ճյուղերից իշխանության, ապա այս դեպքում կարելի է ուղղակի մեջբերում անել
Աստվածաշնչից, հա, որ ձեզանից ով անմեղ է թող առաջին քարն առնետի եւ երկրորդ ինչքան էլ տարօրինակ է ամենամեծ հայ իսպանական ինկվիզիտոր կար Թոմաս Տարկվեմադա, որը ասում էր. «Տվեք ինձ Պողոս Առաքյալից 3 նախադասություն եւ ես կապացուցեմ, որ ինքը ամենամեծ հերետիկոսն է»։ Այսինքն եթե այս սկզբունքներից առաջինը գործի, Օսկանյանը անհանգստանալու ոչինչ չունի, իսկ եթե գործում է երկրորդը, ապա եթե Սուրբ Պետրոսին կարելի է դատել 3 նախադասությունների համար որպես հերետիկոս, ամեն սցենար հնարավոր է Հայաստանում։ Դուք երկար ժամանակ եք եղել քաղաքական դաշտում, ձեր դիտարկմամբ քաղաքական է թե քաղաքական չէ Օսկարյանի հարցը։ Ես չէի ուզենա այսօր այդ հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև գործընթացը դեռ առջևում է եւ ես հավատում եմ անկախ ամեն ինչից, որ կոնկրետ այս պարագայում մենք անպայման պետք է ելնենք անմեղության կանխավարկածից եւ որ դա իրավական համակարգ Հայաստանում անկախ է։ Հանրապետական կուսակցության падգամավորները նշեցին, որ Օսկանյանը այս կերպ հնարավորություն է ստանում ապացուցելու իր անմեղությունը։ Ըստ ձեզ նրանք տեղյակ չեն ձեր ասած անմեղության կանխավարկածի սկզբունքից։ Ես իհարկե ինձ համար շատ զարմանալի է, շատ ուշադիր հետևել եմ այդ նիստին, որ նման կարծիքներ կարող էին ասել Հայաստանի ազգային ժողովի падգամավորները։ Այսինքն մարդը ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը։ Սա տավտոլոգիա է իրավաբանության մեջ եւ չեմ կարծում, որ սա տեղ ունի։ Եվ կարելի է սրան դուրք տալ։ Սա ամենավտանգավոր ճանապարհն է, որով պետք է գնալ։ Ես միշտ եմ եղել, որ падգամավորները կոչտվեն իմունիտետով, ասենք, անձեռնամխելիության։ Բայց եթե այդ Որեսդիրը որոշել է, որ այդ իմունիտետը պետք է ունենա падգամավորը, ապա այս պարագայում մեղադրող կողմը պարտավոր էր 100%-անոց մեղադրանք ներկայացնել, որի պարագայում падգամավորները պետք է կողմնորոշվեին։ Եվ այս պարագայում կգործեր աստվածաշնչյան տողերը, նրանցից ով որ անմեղ է 100%-ով ինքը պետք է քարել է։ Տեսնում ենք բավականին անմեղ падգամավորներ ունենք մենք։ Պարոն Իսագուլյան, ինչու հրաժարվեցիք ձեր պաշտոնից։ Գիտեք, քաղաքական այլ ժամանակաշրջան է։ Եվ քաղաքական նոր ժամանակաշրջանի համար նոր դեմքեր են պետք։ Եվ գիտեք, պաշտոն ունենալ կամ չունենալը հավատացեք, այսօր որևէ խնդիր չի լուծում։ Եվ շատ կարևոր է, որ մենք ոչ թե այսօր դնենք կյանքի խնդիր, այլ մարդ մնալու խնդիրը մեր առջև։ Եվ այս պարագայում չեմ կարծում, որ արժե որ մարդ մտածի ինչու հրաժարականի դիմում գրեց կամ ինչու գործից ասում։ Այսինքն դուք քաղաքական դաշտից լքում եք քաղաքական դաշտը, կարող եք ասել։ Ոչ մի անգամ այն ոչ։ Ես ընդհակառակը, երբ որ ասում եմ, որ շատ կարևոր է մեր ժամանակ այնպիսի ժամանակ է, որ ոչ թե կյանքի խնդիրը դրված, այլ մարդ մնալու խնդիր, սա նշանակում է, որ ես ոչ թե հեռանում եմ, այլ ընդհակառակ ուզում եմ ցույց տալ, որ պետք է մեր իրավիճակում ապրել, զբաղվել քաղաքականությամբ եւ մարդ մնալ։ Հիմա դուք ինչով եք զբաղված։ Հիմա մեր ուրեմն կուսակցության ղեկավար մարմինը Լևոն Անդրեսյանի գլխավորությամբ ստեղծել է հանձնախումբ, որը բոլոր մարզերում կատարում է շրջայցեր, բավականին երկար ժամանակ ցավոք սրտի ես զբաղված եմ եղել նաև կուսակցության մյուս անդամները ակտիվ։ Հիմա շատ կարևոր է, որ մենք կարողացնանք կուսակցությունը նորից վերակենդանացնել։ Շատ կարևոր խնդիր է սա։ Ունենք բոլոր մարզերում կառույցներ, հիմա արդեն 4 մարզում հավաքներ եղել են եւ կարծում եմ շատ ակտիվ նաեւ մասնակցելու են գալիք նախագահական ընտրություններին։ Այսինքն ձեր տեխնացիով եք առաջադրվել, թե պաշտպանելու եք որևէ մեկի կուսակցության, ինչ որ մեկի տեխնացիա։ Ես կարծում եմ պետք է կարողանանք կողմնորոշվել։ Ինձ համար շատ կարևոր է, ինքնանպատակ չէ պետք է լինի որևէ մեկի առաջադրում։ Պետք է կարողանանք կողմնորոշվել։ Եվ ես կուզենայի մի բան էլ հստակ լինել, միշտ ինձ մեղադրում են նրանով, որ Քոչարյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ կամ Լևոն Տեր-Պետրոսյան Փարքաստո չեն ասել, չնայած երբեմն դա էլ էր ասվում, այն ժամանակ ովքեր հիշում են, հավատացեք, Քոչարյանը իմ շատ մտերիմն է, ես չէի էլ թաքցնում, մամուլով միշտ ասում էի, որ հանդիպումները շարունակվում են, հիմա էլ մենք հանդիպում ենք, նույնը նաև Սերժ Սարգսյանի, հավատացեք, որ պաշտոնանկությունից հետո 2 անգամ տեսնվել ենք, 1 անգամ միասին ճաշել ենք, այսինքն որևէ տես խնդիր չկա։ Բարեկամական ջերմարություն։ Շատ ջերմ, ես համարում եմ, որ պաշտոնանկությունը երբեք պատճառ չի, որ մարդիկ իրենց մարդկային փոխհարաբերությունները դադարեցնեն։
Եվ եթե գործընթացներում որևէ փոփոխություն չգնա, ապա չի բացառում նաև պաշտպանել գործող նախագահի տեխնոլոգիություն։ Այսինքն դուք նեղացած չեք։ Չէ, բացառությամբ, ես որևէ տպավորություն թող չառաջանա, որ իմ եւ գործող նախագահը ես ոչ միայն համարում եմ իրան շատ լավ ընկեր, բարեկամ, մեր նաև ընդհանուր քավոր ունենք շատ կարևոր հանգամանք։ Իսկույն այս հանգամանքը բոլորը հաշվի առնում եւ չդիտարկեն, որ տեսեք պաշտոնից դուրս եկավ անպայման։ Ընդհանրապես հարկավոր է Հայաստանում մտցնել նոր վարվելակերպ, որ պաշտոնից դուրս գալը չի նշանակում, որ այդ մարդիկ այլևս իրենց մարդկային փոխհարաբերությունները պետք է դադարեցնեն։ Լավ, դուք գոհ եք Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրից։ Գիտեք, հարցը բավականին անձնական է, ես չասեմ բարդ։ Որևէ բանին չէր խանգարում, հա, որ ես մնայի եւ աշխատեի։ Ես շատ լավ գիտեի, թե ինչ պետք է անել, որ կարողանաս շարունակել քո գործունեությունը այդ համակարգում, բայց ես նաեւ ունեմ սեփական տեսակետ շատ հարցերի նկատմամբ։ Ես ցանկանում եմ, որ ցանկացած իշխանություն անպայման կարողանա հանդուրժել քննադատությունը, կարողանա հանդուրժել այլ տեսակետը եւ երբեք այն մարդկանց, ովքեր արտահայտում են ուրիշ տեսակետ իրենց տեսակետից տարբերվող, չի նշանակում, որ թշնամիներ են կամ բան։ Հիմա դուք քննադատում եք։ Այսօր ես քավլիցի պետք է հեռու մնամ ուղղակի քննադատությունից, որովհետեւ դա այլ կերպ կընկալվի եւ այլ կերպ կդիտարկվի իմ կողմից։ Մենք աշխատել ենք միասին, չի բացառվում հետագայում։ Հիմա Հայաստանը զարգանում է ըստ ձեզ։ Այդ հարցի պատասխանը կարծում եմ բոլոր, հա, բաներում կա, տեղեկագրերում, որտեղ տալիս են թե որ ջուրը։ Չէ, որպես քաղաքական դաշտի մարդ, դուք ինչ եք տեսնում Հայաստանի ապագան։ Հայաստանը զարգանում է որպես պետություն, աղքատությունը աճում է, միգրացիա կա, մենք որպես պետություն ինքնաոչնչանում ենք, կան տարբեր տեսակետներ։ Դուք որպես քաղաքական դաշտի մարդ, ինչ տեսակետ ունեք։ Քաղաքական գործիչների եւ պետական այրերի ամբողջ գործունեության արդյունքը պետք է լինի այն, որ կարողանան այս վիճակից պետությունը հանել։ Հավատացեք, 22 տարի առաջ, հա, երբ սկսվում էր այս ամեն ինչը, մենք այլ Հայաստան էինք պատկերացնում։ Եվ երբ որ մեկ անգամ ես ասացի, որ մենք այսօր ունենք 3 Հայաստան, հա, մեկը դա իշխանությունների կողմից ներկայացվող Հայաստանն է, հանրային հեռուստատեսության կամ այլ լրատվամիջոցներով դա ընկերեցիկ գունավոր Հայաստանն է։ Մեկը այն Հայաստանն է, որ ներկայացնում են դիմությունը, դա կործանվող, այլևս փրկություն չունեցող Հայաստանը, եւ կա երրորդ իրական Հայաստանը, որում մենք ապրում ենք։ Եվ այն քաղաքական ուժերը, այն քաղաքական գործիչները, ովքեր կարող են տալ իրական Հայաստանի պատկերը, ու այդ հիմնակետից սկսեն երկրի վերակառուցումը, դրանք է որ հաջողվելու են եւ ապագան դրանցն է։ Հավատացեք, Հայաստանը ոչ այնքան գունագեղ է, որ մենք կարողանանք այդ ներկայացնել, ինչպես փորձում են։ Բավական է Երևանից դուրս գալ, ժամանամերձ գյուղեր գնալ, ու այդ բոլոր պատկերը փոխվում են։ Էն էլ չի, որ ամեն ինչ կործանված է, փրկության ուրիշ չկա։ Ինչու են մարդիկ արտագաղթում ըստ Միայն ուրեմն կյանքի պայմանները եւ հավատացեք, առաջին հերթին արդարություն։ Մարդիկ եթե տեսնեն, որ Հայաստան է մտել, օրինակի համար, շատ պրիմիտիվ օրինակ բերեմ, բայց բերեմ այս օրինակ, մեկ բաշխա կարակ ընդհանրենք, հա, եւ դա հավասարապես է բաշխվել։ Ամեն մեկին նայելով աշխատանքի, չասեմ, որ գիտեք ինչ, մենք սոցիալական վիճակում ենք, որ բոլորն էլ աղքատ են, մենք դի բաժանելով մարդկանց պահենք, ժողովուրդը հավատացեք, հավատով կմնա։ Եթե ինքը զգում է, որ ինքը որևէ գործունեություն է սկսում եւ իրեն խանգարող չկա, ինքը անպայման այդ գործունեությունը շարունակելու է։ Եվ միայն այս մեթոդներով է հնարավոր լինելու Հայաստանը հանել այս վիճակից։ Ուրեմն առաջին հերթին դա արդարությունն է։ 83 ու 4% exit poll սոցիալական հարցումների կենտրոն կա, որ հարցում է արել։ Այդ տոկոսի ժողովուրդ համարում է, որ Հայաստանում արդարություն չկա։ Միայն արդարությունն է խնդիրը, պարոն Իսագուլյան, թե կան նաև այլ խնդիրներ, որ մարդուն բարոյալքում են եւ նա ստիպված լքում է այս երկիրը։ Դե արդարությունը ինչի մասին է, դա արդարությունն է դատաիրավական համակարգում, արդարությունն է գործարարության մեջ, արդարությունն է տնտեսության մեջ, արդարությունն է ուղղակի սովորական կյանքում։ Բոլոր Այսինքն աղքատության աճող աղքատությունը եւս ոչ արդար իրավիճակի հետևանք է։ Եթե բաշխում է գնում, հա ինչ որ բաներ է։ Մեկը, որպեսզի ստանա մի կտոր հող,
Նա պարտավոր է սա անել, նա անել, վերջում էլ գալի ասում են, որ չէ, դա չեղավ, չստացվեց, շուտ փաստաթղթեր պակաս է։ Մեկ ուրիշ ուղղակի զանգում է, ասում է եւ բոլոր փաստաթղթերով պատրաստ ամեն ինչ իրան տրվում է։ Բնականաբար սա տեսնում է հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ սա հանդուրժել ինքը չի կարող։ Ինքը ապագա չի տեսնում։ Բավական է ինքը տեսնի, որ ամեն ինչ հնարավոր է եւ ամեն ինչ բոլորի համար հավասար պայմաններով է տրվում։ Կվերականգնվի այդ հավատը ու մեր ժողովուրդը ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը բնակության վայր չունի։ Միևնույն է, նրանք էլ ովքեր գնալու են վաղ թե ուշ հասկանալու են, կամ ուծացվելու են, տարալուծվելու են այլ ժողովուրդների մեջ, կամ եթե ուզում են հայ մնան, պետք է վերադառնան Հայաստան։ Եվ այսօրվա քաղաքական մեր վերնախավը մի խնդիր ունի լուծելու։ Հավատացեք, պատմության մեջ մնալու համար, եթե դու 5 տարի կլինես նախագահ, 10 տարի թե 20 տարի, սա չի որոշում։ Կարող է պատմության մեջ մի սև տողով մնաս, բայց կարող է 1 տարի ղեկավարես, բայց կարողանաս այդ 1 տարում գործունեության այնպիսի ձև որդեգրել, որը հետագա երկիրը կդնի զարգացման ուղու վրա ու դու պատմության մեջ հավիտենական կմնաս։ Այսինքն քաղաքական էլիտան ցանկացած ներկայացի խնդիրը որն է, որ ինքը տեղ ունենա պատմության մեջ, այլապես թող գնա զբաղվի բիզնեսով։ Իհարկե, եթե ինքը քաղաքական պաշտոնը չի համարում բիզնես։ Թող գնա զբաղվի, եթե պատմության մեջ մնալու խնդիր ունի, ուրեմն ինքը ինձ գործանի, որ հավիտենության մեջ կարողանա իր անունը մնալ։ Դուք մատնանշեցիք մի շարք խնդիրներ, որոնք տարիների պատմություն ունեն, արդյոք այդպես եթե դուք սատարեք Սերժ Սարգսյանին, այդ խնդիրները կլուծվեն, արդյոք չեք կարծում, որ իշխանափոխության դեպքում միայն այդ խնդիրները լուծում կգտնեն։ Այստեղ էլ անպայման դու ուզում ես համեմատության մեջ դնել, հա, երբ որ կառաջադրվեն բոլոր թեկնածուները, հավատացեք, որ երբ որ մենք որոշում ենք, թե անձերը բացառապես իրենք են որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը, այստեղ մեր ամենամեծ սխալն է։ Ժողովուրդը ինքն է իշխանության կրող, եւ ժողովուրդը ինքը պիտի թելադրի։ Մենք պետք է ուղղակի ստեղծենք նախադեպ, երբ որ հստակ ծրագիր է ասվում, ծրագիրը սկսում են կատարել բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե որևէ մեկը ձախողում է իր ծրագրում, բնականաբար երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չի ունեն։ Մեր մոտ դեռ չի եղել մրցակցություն ծրագրերի, ընտրություն ըստ ծրագրի, եւ նա ով չի կատարել, հեռանում է իր տեղը տալով նոր մարդ։ Բավական է մեկ անգամ մեր հասարակությունը տեսնի, որ ինքը հնարավորություն ունի ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության հասնել, իր մոտ կվերականգնի հավատը, որ իշխանության կրողը ինքն է առաջնային մանդատը տալիս, ասենք որևէ մեկին, որ պիտի հավատի այդ պաշտոնին։ Եվ այդ ժամանակ բնական է նաև նա ով ընտրվում է, հասկանում է մեկ բան, որ իշխանությունը իրան տվել է ժողովուրդը։ Ուրեմն ինքը ամեն ինչ պիտի անի, որ ժողովուրդը իր գործունեությունից գոհ լինի։ Տեսականում այո, բայց գործնականում այդպես է։ Ցավոք սրտի Հայաստանում ոչ։ Ցավոք սրտի Հայաստանում ոչ։ Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունից գոհ եք։ Գիտեք, քանի որ բոլոր այն մարդկանց անուններում տալիս եք, մենք 88-ից միասին ենք հավանել սկսել։ Բոլորս եղել ենք ում անուն տալիս եք Գերագույն խորհրդի պատգամավորներ։ Ես հիշում եմ, թե Տիգրան Սարգսյանը հանրօրի Գերագույն խորհրդի հանրօրի ղեկավարը մենք միասին նստած ինչ հարցեր ենք քննարկել։ Ուղղակի կուզենայի, որ ինքը, հա, վերհիշեր այդ մեր անցած օրերը։ Այսինքն շեղվել է այդ հարցերից նա, թե այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք այն ինչի մասին երազել ենք։ Երբեմն ասում են 20 տարին շատ քիչ է։ Քավլիցի Իսրայելի օրինակը ամենա լավագույն օրինակն է մեզ համար, ընդ որում Իսրայելը անկախություն ստացավ շատ ավելի վատ պայմաններով, քան ստացավ Հայաստանը։ 20 տարի հետո 67 թվականին նա արդեն Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, միասին բոլորին կարողացավ հաղթել այդ փոքր պետությունը։ Մենք ասում ենք 20 տարին այնքան քիչ ժամանակ է, որ մենք կարողանայինք այնպես դրական փոփոխություն անել, որ տեսանելի լիներ հասարակությանը։ Սա արդարացում չէ։ Սա նշանակում է մարդիկ իրենց անգործնեությունը ուզում են արդարացնել զուտ են առումով, որ իրենք իսկ տարիները մեզ չեն հերիքել։ Ամենալավ օրինակը նորից եմ գտնում։ Եթե ասեն, որ գիտեք ինտեն փողեր էր մուտք գործան, հա, մեր մոտ էլ կարող էր դա լինել, եթե դրսի մարդիկ հավատ ունենային, որ իրանց ներդրվածը ըստ էության է օգտագործում, ըստ նպատակի է օգտագործում։ Երբ որ մարդը գալիս է որևէ գործունեություն է ծավալում Հայաստանում, եւ ինչ որ մեկը հանկարծ կողքից գալիս ու ասում է գիտես ինչ,
ցավոք բան։ Այսինքն գոհ չեք Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառույցից։ Տեսեք, ես այսինքն բառն է կարևոր, ես ասեմ գոհ եմ թե գոհ չեմ։ Ընդհանուր առմամբ, տոկոսային հարաբերությամբ, ընդհանուր առմամբ մեծամասամբ գոհ եք թե ոչ։ Ես կարծում եմ արժե վերցնել կառավարության ծրագիրը ընթերցել, տեսնել թե ինքը իր ծրագրի որ մասն է կատարել, եթե գոնե կեսից ավել է կատարել, հայն խոստումները որ տվել է, ապա կարելի ասել գոհ է։ Եթե չի կատարել, ասել որ ժամանակն է ձեր տեղը դիչեք այլոց։ Շնորհակալություն պարոն Իսագնյան մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրներ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ, ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Հանդիպենք։